Հիմա ես առաջարկում եմ, քանի որ փոխնախարարը պետք է պաշտպանական գերատեսչության տեսակետը, որը կառավարությունը հնչեցրել է, պետք է ներկայացնի։ Հիմա կանոնակարգ օրենքով ըստ էության մենք հարցեր չտանք, բայց մենք որոշենք հարցեր տանք, որովհետև այստեղ ամենամեխը, որ պաշտպանության նախարարությունը ոչ միայն համակարծիքը այս վճարումների չափաբաժնին, այլ նաև քվոտավորման մասին է խոսվել, որը այսպես անհասկանալի մեր մոտ պատկեր է առաջացրել, պարոն Սարգսյան։ Ո՞նց է քվոտավորում, ինչ մեխանիզմով, խնդիր տեսնում եք հիմնական մայր օրենքի հետ սկսած, որտեղ բոլորը տեսնում են, ուզում եմ հասկանամ, այս փուլերը որ անցել են, թուք մինչև սահմանական դատարան, սահմանադրականության հետ հարցերի քննարկում եւ այլն։ Այստեղ էլ կան պետահրավերական հանձնաժողով պաշտպանության հետ կապված խնդիրներ կան։ Դու հիմա քվոտավորումից, եթե պետք է եւ որոշում ենք հարցերի փուլ ունենանք փոխնախարարի։ Պարոն Սարգսյան, խնդրում։ Շնորհակալություն։ Ես նախ մի հստակեցում, ես ներկայացնելու եմ ոչ միայն պաշտպանության նախարարության, այլև կառավարության տեսակետը։ Եվ եթե դուք նշեցիք մի քանի հարցեր, նաև ես կփորձեմ տեսակետս հնչեցնելուց ինչ-որ ձևով պարզաբանեմ նաև կապված մայր օրենքի հետ հակասության, բնականաբար օրենքի նախագծի շրջանառության ընթացքում բացակայում է ոչ միայն պաշտպանության նախարարությունը, այլ նաև այլ գերատեսչություններ, որոնք նաև հանդիսանում են լիազոր մարմին տվյալ իրավական ակտի ընդունման, օրինակ արտադրության նախարարությունը։ Այսինքն մայր օրենքի հետ կապված հակասությունը կամ ընդհանուր առմամբ կառավարության մեկ այլ մարմնի ընդհանուր առմամբ կառավարությունը տվել է այս նախաձեռնությանը թույլ տվեք պարոն Քոչարյան, ես կավարտեմ, կարծում եմ ձեր հարցերին կպատասխանեմ։ Կառավարության նախաձեռնությամբ, եթե հայտնվել է այստեղ, նշանակում է, որ բոլոր մարմինները տվել են կարծիք եւ ընդհանուր առմամբ կառավարությունը ներկայացրել է իր դիրքորոշումը եւ այդ դիրքորոշումը ես հիմա կներկայացնեմ ձեզ։ Պարոն Հայկ Սարգսյանը մի քանի փոփոխություններ նախատեսել, որոնցից ինքը ներկայացրեց, ես նորից չմանրամասնեմ, ուրեմն կառավարությունը ունի սկզբունքային մի քանի նկատառումներ, որոնցից ես կփորձեմ հնչեցնել ամենակարևորները, ըստ այդմ մենք պնդում ենք, որ յուրաքանչյուր զորակոչի հայտարարման մասին կառավարության որոշման մեջ պետք է սահմանվի տվյալ որոշման համապատասխան կրճատ ժամկետով ծառայություն անցնելու դիմումների առավելագույն քանակը եւ այս գործընթացի իրականացման կարգը պետք է սահմանի կառավարությունը, այսինքն օրենքը պետք է լիազորի Հայաստանի Հանրապետության կառավարությանը այս process-ը ամբողջությամբ կանոնակարգելու։ Հաջորդը մենք պարոն Սարգսյանը գումարի այլ չափեր էր ներկայացրել սկզբում, թեև նշեց, որ համաձայնել է 20 միլիոն դրամ էր նշել, մենք կառավարության կողմից վերջնական հավանության է արժանացել 24 միլիոն դրամը մեկ ամսվա համար եւ պարոն Սարգսյանը 15 միլիոն դրամ էր առաջարկել եւ մենք նախատեսել 4 ամսվա համար 18 միլիոն դրամ նաեւ համաձայնություն ենք տվել կապված քաղաքացիությունից հրաժարվելու դեպքերի հետ 15 միլիոն դրամի գումար վճարելու պայմանին իհարկե ձևակերպումները որոշակի փոփոխության ենթարկելով, ես նշեմ, որ պետական դուրքի մասին օրենքում փոփոխության փոխարեն պաշտպանության մասին օրենքում նախատեսել մինչև 16 տարին դրանալ նարական սեռի քաղաքացիների կողմից օրենքի ուժով Հայաստանի Հանրապետության նկատմամբ 15 միլիոն դրամ գումարի չափով հանրային իրավական դրամական պարտավորություն, որը դադարում է առական սեռի քաղաքացուն զինվորական հաշվառման վերցնելու փաստի ուժով կամ հօգուտ պետական բյուջեի վճարմամբ ՀՀ քաղաքացիությունից դուրս գալու դեպքում։ Ինչ վերաբերում է պատասխանատվություն սահմանելուն, այսինքն փորձաքննության ենթարկվելուց կամ ինչպես նշեցնեմ ուսանողները ովքեր հրաժարվում են, այդ մասով կարծում ենք, որ ազգային ժողովում քննարկման շրջանակներում ավելի խորությամբ ուսումնասիրվի, մենք հիմնական մեր նկատառումները չհաշված իրավական տեխնիկայի առումով որոշակի վերախմբագրումների եւ փոփոխությունների կարիքը առաջնահերթ մենք գումարի չափի խնդիր ենք տեսնում
եւ ամենից կարեւորը մենք քվոտավորման եւ այս ամբողջ գործընթացը կարգը դիմումների առավելագույն քանակը կառավարությանը վերապայելու եւ բնականաբար պետական որպես լիազոր մարմին պաշտպանության նախարարությունը ամբողջ process-ը իրականացնի, որպեսզի խնդիրներ չեն։ Շերտագրում պարոն Սարգսյանին հարցերի համար, եթե թույլ տաք ես ինձանից սկսեմ, պարոն Սարգսյան, այս նախագիծը գլխավոր շտաբում մանրամասն քննարկվել, ուսումնասիրվել, եզրակացության տեսքով ներառված է որևէ տեղ, որպեսզի կառավարության որոշումների հիմքում նաև տեղ լիներ այդ որոշումը, կա թե չկա, այդ մեկ, եւ երկրորդը, այսօր ասվում է, որ քննարկումների այդ փուլում կառավարության որոշումների մասին այլ գերատեսչություններ, ես կուզեի հստակ իմանայի կառավարության կազմում բազմաթիվ գերատեսչություններ կան, որոնց ուղարկվել է, մի մասին ուղարկվել է, եզրակացության մի մասին չուղարկվել։ Օրինակ, բարձր տեխնոլոգիաների նախարարությանը չի ուղարկվել։ Արտադրության ուղարկվել է, ինչքան հասկացա, այլ գերատեսչություններ կան, որ ուղարկվել են, այսպես միջանկյալ ուրեմն եզրակացություններ կան եւ կան դեմ եզրակացություն։ Ճիշտ եմ ես տեղեկատվությանը տիրապետում, թե ոչ, թե բոլորը միակարծիք են եղել մինչև կառավարության նիստը։ Սկսենք գլխավոր շտաբից, հետո գանք կառավարական գերատեսչություններին, որոնք եզրակացություններ են ներկայացրել, որովհետեւ հասկանանք, ինչ խորությամբ են կառավարությանը ներկայացվել այս նախագծի հնարավոր, լավ եւ վատ կողմերը, որովհետեւ դրա տակ պետք է լինի այսքան մեծ հատորներ։ Ես այդպես եմ պատկերացնում, կարող ես հին մարդ եմ սխալ եմ պատկերացնում, բայց նման փաթեթները պետք է ունենա բոլոր վերլուծությունների, ինչ հետևանք կարա բերի, լավ թե վատ, որովհետև լավը միշտ ցանկալին է, վատը միշտ մեզ ուղեկցելու է, խնդրում։ Շնորհակալություն, սկսեմ գլխավոր շտաբից։ Բնականաբար քննարկումներին ներգրավված է եղել նաև գլխավոր շտաբը, իսկ իհարկե գլխավոր շտաբը, իսկ կառավարություն կարծիք ներկայացում է պաշտպանության նախարարության անունից, իսկ գլխավոր շտաբը հանդիսանում է պաշտպանության նախարարության մեջ որպես ենթակա պետական մարմին։ Այսինքն առանձին տեսակետ գլխավոր շտաբը չի կարող ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարություն։ Ինչ վերաբերում է կառավարության այլ շահագրգիռ գերատեսչություններ ուղարկելուն, որպես կանոն նախագծերը շրջանառվում են, ուղարկվում են շահագրգիռ մարմիններին, որոնք ուղղակիորեն կամ անուղղակիորեն կարող են առնչվել տվյալ իրավական ակտի հետագա կիրարկմանը կամ գործողություն տարածման շրջանակներում կարող են ինչ-որ առնչություն ունենալ եւ նաեւ նշեմ, որ իմ ունեցած տեղեկություններով, ըստ ինձ հավաստի են տեղեկությունները, կառավարության տվյալ նիստի ժամանակ դեմ քվեարկող որևէ նախարար չի եղել։ Հետևաբար, եթե կառավարությունը ներկայացրել է այս նախաձեռնությունը իր առարկություններով, իր առաջարկություններով, նաև դրանից առաջ կուզեմ նշել, որ ինչպես պարոն Սարգսյանը նշեց, շատ երկար քննարկումներ են տեղի ունեցել փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի մոտ, վերջի քննարկումը նաև դրանից 1-2 օր առաջ, եւ ընդհանուր առմամբ պաշտպանության նախարարությունը պնդել է իր դիրքորոշումը կապված եւ քվոտավորման հետ եւ չափի հետ, այսինքն մենք բոլոր քննարկումներին ներկայացրել ենք մեր թե մտահոգությունները, որոնցից ոմանք փարատվել են, որոնցից ոմանք չեն փարատվել, սակայն մենք այսօր որպես կառավարության կողմից ներկայացուցիչ ես ներկայացնում եմ այն դիրքորոշումը, որը հնչեցվել է կառավարության նիստի ժամանակ եւ օրենքով սահմանված կարգով եկել ազգային ժողով։ Հերթագրում Քրիստինե